Պարոն Հարությունյան, ես ունեմ նաև մի քանի բլից հարցեր, որ կխնդրեմ ավելի արագ հարցերին պատասխանել։ Փորձեմ։ Ինչն է ձեզ ամենաշատը զայրացնում աշխատանքում 3 բան։ Դանդաղկոտությունը, սուտը, անարդյունավետությունը։ Եթե 3 բառով նկարագրենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարման ոճը, ինչպես կներկայացնենք։ Նպատակասլաց, արդյունավետ, դժվար է ասել։ Պահանջկոտ գուցե։ Պահանջկոտ։ Ձեր կարծիքով հաջորդ 5 տարիներին Հայաստանի 3 ամենամեծ մարտահրավերը։ Հայաստանի համար իհարկե չի ասի մարտահրավերը ընտրությունները, բայց կարծում եմ կարևորագույն իրադարձություն է։ Պետք է իհարկե շարունակենք նաև խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման ուղղությամբ աշխատանքը եւ անձամբ ինձ համար մի մարտահրավեր կա, ես նաև ղեկավարում եմ աշխատանքային խումբը, որը պետք է կազմակերպի եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը մայիսի սկզբին Հայաստանի Հանրապետությունում։ Եթե մեկ հայտնի մարդու հետ հնարավորություն ունենայիք ճաշել, ով կլիներ։ Մեկ մարդու հայտնի անձ լիներ ու ուզում եք ցանկություն ունենայիք ճաշելու։ Հայաստանից թե դրսից։ Դրսից կարող եք ասել։ Առհասարակ։ Օրինակ Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին։ Դոնալդ Թրամփի հետ արդեն հանդիպել եմ։ Մակրոն հանդիպել եք երևի։ Հանդիպել եմ քաղաքական գործիչներ իհարկե չի ուզենա, օրինակ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի։ Երբ եք վերջին անգամ մեկ օր ամբողջությամբ անջատել ձեր հեռախոսը։ Չի եղել այդպիսի բան։ 2018 թվականից հեռախոսս չի անջատվել, բայց ասեմ ինչն է անջատվել 2018 թվականից իմ հեռախոսի զանգն է անջատված։ Գետ 1 ժամ իմ զանգը միացրած չի եղել, որովհետև դա շատ է անհանգստացնում, բայց ես բոլոր զանգերին պատասխանում եմ եւ վիբրացիայի միջոցով, որովհետև իրականում այդ լարված իրավիճակում զանգը ավելի է լարում իրավիճակը եւ ես բայց որևէ մեկը չի կարող ասել որ զանգում է չեք վերցնում, որ կամ չեմ վերցնում, կամ անմիջապես կամ կարճ ժամանակում չեմ պատասխանում եւ երեկոյան իմ հեռախոսի սկրինի բոլոր չպատասխանված զանգերն ու մեսեջները 0-ի են հավասար, որովհետեւ ես պետքա բոլորին պատասխանեմ, եթե նույնիսկ օրվա ընթացքում չեմ հասցրել պատասխանել։ Աշխատանքում ամենաշատ օգտագործված բառը լսում եմ, պարզ է, թե մի րոպե։ Պարզ է։ Իսկ Փաշինյանի կողմից ամենաշատ օգտագործվող բառը աշխատանքում։ Առաջ գնանք, անենք։ Եթե կառավարության կաբինետից մեկին հանձնարարեիք TikTok վարել, ով կլիներ այդ զոհը։ TikTok վարել։ Մի նախարար գերատեսչության մի ղեկավարի ում կառաջարկեիք օրինակ TikTok վարել։ Չգիտեմ ով ունի TikTok, որովհետև ես TikTok-ում չկամ եւ չգիտեմ ով է այնտեղ արդյունավետ։ Լավ, իմ ընկերոջս ասեմ Վահե Հովհաննիսյանին։ Ո՞րն է ամենաանսպասելի հարցը, որ ձեզ տվել են լրագրողները։ Չկա այդպիսի հարց։ Ասեմ ինչի, որովհետև ես քիչ առաջ էլ ասեցի, ես չեմ պատրաստում որևէ հարցազրույցի եւ ըստ էության դրանք էլ ինձ համար անսպասելի չեմ կարող ասել։ Նոր քիչ առաջ հնչեցված հարցերը։ Նիկոլ Փաշինյանի գրառումներին հետևում եք, ձեր առաջին էմոցիան ո՞րն է լինում։ Հետևում եմ, բնականաբար իմ ղեկավարն է եւ ես աշխատում եմ էմոցիաներով առաջ չգնալ եւ սառը ընդունել բոլոր այն տեղեկատվությունները, լուրերը, որ ստանում եմ, եւ նաեւ դա ընդունում եմ որպես իմ ղեկավարի մեսեջ, որը հրապարակային ներկայացվել է։ Ձեր կյանքի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող մարդը ով է եղել։ Իմ ծնողներն են, բայց եւի կասեմ, որ մորական պապս։ Եթե մեկ սովորություն կարողանայիք փոխել ձեր մեջ, ո՞րն է լինելու։ Ես չգիտեմ, ինչ վատ սովորություններ ունեմ։ Ճշտապահ եք, ես իմացա, որ բծախնդիր։ Հա, ես շատ մաքսիմալիստ եմ ու երևի դա ինձ իմ առողջության վրա ամենաշատ ազդող բանն է, բայց երևի մաքսիմալիզմը կփոխեի, բայց եթե սկսեմ մաքսիմալիզմը փոխել, ուրեմն այս պաշտոնում չպետք է լինեմ, հետևաբար եւ չի փոխի։ Եթե մի բան կարողանաք սովորել 0-ից, ո՞րն է լինելու դա։ Ճիշտն ասած, մի բան կա, որ շատ եմ ափսոսում, ես 3 տարի գնացել եմ Դաշնամուրի, հետո թողել եմ եւ հիմա շատ ափսոսում եմ եւ ճիշտն ասած վերջերս ընկերներս հետ խոսում էի, ասացի, երբ որ
ավելի շատ ժամանակ ունենամ, դա երևի թոշակ գնալուց կլինի, անպայման կսովորեմ նորից նվագել։ Եվ վերջին անձնական հարցը, երբ կամուսնանաք, ով է լինելու ձեր ընտրյալը, չափորոշիչներ կան, թե ոչ բանալությունը։ Ես դրան միշտ պատասխանում եմ, ասում եմ, այս աշխարհում գոնե մեկը պետք է երջանիկ լինի։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, իմ հարցերին անկեղծ պատասխանելու համար։ Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռ կհանդիպենք։